Եթե ունեք անչափահաս երեխա, խնդրում եմ մի քանի րոպե սպասեք, որովհետև շատ կարևոր բան եմ ասելու։ Այսօր խոսում ենք մի թեմայի մասին, որ պիտի անհանգստացնի բոլորիս, բայց հատկապես ծնողները ավելի սրտացավ պիտի լինեն։ Եթե ձեր երեխան ձեր կողքը նստած է, դա դեռ չի նշանակում, որ ապահով ձեռքերում է։ Այդ տարիները վաղուց անցել են։ Ինքը շատ մեծ վտանգի տակ է, քանի դեռ ունի հեռախոս կամ օգտագործում է ձերը։ Ու ինչքան էլ որ դա տրամաբանական է, այս թվում է մենք լրջության աստիճանը չենք հասկանում, որովհետև խնդիրը այստեղ մենակ այն չի, որ անկառավարելի է դառնում, կախվածություն է ձեռք բերում կամ չգիտեմ, ժամանակը ավելի լավ բանի վրա ծախսելու փոխարեն խաղեր է խաղում։ Էդ էլ կա։ Շատ մեծ խնդիր է, բայց դրա մասին ավելի ուշ։ Խոսքը իրական վտանգի մասին է, իրական մարդկանց, ովքեր կարող են իրենց ֆիզիկապես վնասել։ Ու եթե մտածում եք, որ գիտեք ձեր երեխան ինչ անում հեռախոսով, ինչ խաղեր է խաղում, ինչ վիդեոներ է նայում, հիշեք մի բան։ Ամենատարածված հարթակներից մեկը, որտեղ երեխեքը խաղեր են խաղում, Roblox-ն է։ Ու կամ փաստաբանական ընկերություններ, որոնք զբաղվում են բացառապես Roblox-ում չափահասների կողմից անչափահասների շահագործման գործերով։ Ինչ է սա նշանակում։ Ձեր 10 տարեկան աղջիկը խաղ է խաղում, նամակ է ստանում մի հատ ուրիշ 10 տարեկան երեխուց ու պարզվում է, որ երկուսն էլ Երևանից են։ Սկսում են խոսել, ընկերանում են, հետո ուզում են հասկանալ, թե ինչքան մոտ են ապրում իրար։ Ձեր աղջիկը ասում է, թե որ դպրոցն է գնում, դասերը ժամը քանիսին է վերջացնում, այսպես անցնում է որոշ ժամանակ, ու մի օր դպրոցի դիմաց հայտնվում է 37 տարեկան տղամարդ, ով ձեր աղջիկա մասին շատ բան գիտի։ Ինքնասպանության հաջողված ու անհաջող դեպքեր, սեռական բռնություն, սպառնալիքներ ու սարսափելի դեպքեր, որ կարելի էր կանխել, եթե մի փոքր ավելի տեղեկացված լինեինք։ Խոսում ենք ինտերնետում անչափահասների համար մեծագույն վտանգի մասին։ Բարի գալուստ, բարի վերադարձ Case Closed 2026 թվականի առաջին տեսանյութն է, ինչը նաև նշանակում է, որ ես YouTube-ը ու դուք արդեն 3 տարի է պաշտոնապես միասին ենք։ Այս տարի ալիքում սպասվում են որոշակի փոփոխություններ, որ եթե հետաքրքիր չեն, կարող եք ուղղակի առաջ տալ անցնել բուն թեմային, բայց նրանց համար, ովքեր հետևում են, ովքեր նայում են, ձեր համար կասեմ։ Լինելու են ավելի երկար deep dive type of videos։ Անցել է 3 տարի, ես տանցել արտահայտվել չսովորեցի։ Կարճ ասած խորանալու ենք տարբեր թեմաների մեջ, որ անհանգստացնում են ինձ ու պիտի անհանգստացնեն բոլորիս, բայց քանի որ շատերս չենք մտածում, որ կարելի է մտածել դրանց մասին, ուղղակի հանգիստ ապրում ենք, բայց ինչի ապրել հանգիստ, եթե կարելի է ապրել ինպես։ Օրինակ այսօր խոսում ենք Roblox-ի մասին, որ անչափահասների համար համարվում է ամենավտանգավոր հարթակներից մեկը on-line։ Հաջորդ շաբաթ կխոսենք անչափահասների ամուսնության մասին, հետո արդեն արհեստական բանականությամբ ստեղծված ինֆլուենսերների, խաղամոլության, հեռախոսից կախվածության ու նման բաների մասին միաժամանակ քննարկելով նաև հատուկ դեպքեր։ Այսինքն կոնտենտը մնում է նույնը, ուղղակի մի քանի տեսանյութ միանգամից կլինի մեկում, որովհետև այդքան ժամանակ չունեմ։ Չգիտեմ լավ է թե չէ, այդ արդեն սպասում լսել ձեզնից մեկնաբանություններում, իսկ հիմա անցնում ենք առաջ։ Մի բան, որ չի փոխվել, այն է, որ պիտի զգուշացնեմ, որ ալիքում բոլոր տեսանյութերը, բոլոր պատմությունները իրական են ու նախատեսված չեն զգայուն մարդկանց, ինչպես նաև անչափահասների համար։ Սրա նպատակը այն չի, որ պանիկա առաջացնեմ, չեմ ասում մի թողեք, որ տեխնիկայից օգտվեն ընդհանրապես, ընդհանրապես ցույց եմ տալիս ռիսկերը ու անտարբերության, անուշադրության հետևանքները, իսկ թե ինչ կանեք այդ ինֆորմացիայի հետ, արդեն բնականաբար ձեր գործն է։ Ես որպես օրինակ վերցրել եմ Roblox-ը, բայց կարևոր է հասկանալ, որ այդ նույն խնդիրը ունեն շատ ուրիշ պլատֆորմներ, որ ձեր երեխեքը հավանաբար օգտագործում են ու դուք ոչ մի տարօրինակ բան չեք նկատել։ Սկսենք ամենասկզբից։ Էրիկ Քասելն ու Դեյվիդ Բազուկին ծանոթացել էին 1980-ական թվականների վերջին։ Դեյվիդը 26 տարեկան էր, լավ բիզնես մտածելակերպ ուներ, իսկ Էրիկը ավելի երիտասարդ էր, 21-22 տարեկան, ավելի շատ տեխնիկապես էր խելացի, իսկ իրաց ընկերությունը խոստանում էր փայլուն գաղափար կատարյալ իրագործում։ Երկուսն էլ ինժեներ էին։ 1989 թվականին սկսում են առաջին նախագիծը, որ կոչվում է Knowledge Revolution։ Knowledge Revolution-ը համակարգչային ծրագիր էր, որ օգտագործվում էր շատ դպրոցներում ու համալսարաններում։ Այդ տարիներին ինքը շատ մեծ բան էր։ Ծրագիրը հնարավորություն էր տալիս համակարգչի միջոցով ստեղծել ցանկացած առարկա, անել ցանկացած շարժում ու ուսումնասիրել, թե ֆիզիկայի օրենքները ոնց են գործում։ Գրեթե 10 տարի հետո ընկերությունն այնքան էր աճել, որ 1998 թվականի դեկտեմբերին կարողանում են վաճառել 20 միլիոն ԱՄՆ դոլարով։ Դրանից հետո մի քանի տարի Դեյվիդը շարունակում է աշխատել Knowledge Revolution-ում, որ արդեն իրան չէր պատկանում, բայց այդտեղ աշխատում էր որպես փոխտնօրեն ու նաև գլխավոր մենեջեր, իսկ Էրիկը աշխատում է տարբեր ընկերություններում որպես ինժեներ, մինչև 2004 թվականը, երբ որոշում են, որ պիտի նորից միասին ինչ-որ բան անեն։ Քանի որ արդեն շատ գումար ունեին, հատկապես այդ ծրագրի վաճառքից հետո,
կարող էին իրենց բավական երկար ժամանակ թույլ տալ չաշխատել ու փոխարենը ժամանակը օգտագործել գաղափարների իրագործելու վրա։ Ստեղծում են Dynablocks-ը, որ Knowledge Revolution-ի պես մի բան էր։ Այստեղ հնարավոր է ցանկացած պատկեր ստանալ բլոկներով, խորհրդանիշներով, ինչը բարդ բան չի, ու դրա շնորհիվ հնարավոր էր օգտագործել անգամ ամենաթույլ համակարգիչներով։ Ի տարբերություն Knowledge Revolution-ի, այստեղ հնարավոր էր նաև հանդիպել ու խոսել ուրիշ օգտատերերի հետ։ Dynablocks-ը վերանվանվեց Roblox ու հանրության համար հասանելի դարձավ 2006 թվականի սեպտեմբերի 1-ին։ Եթե ծանոթ չի Roblox-ը ձեզ, լրիվ օքեյ է, ես էլ չգիտեի ոչ մի բան իր մասին, մտածում էի ուղղակի խաղա, որտեղ կերպարները աչուձախ են գնում ինչ-որ նպատակներով։ Ես երբեք չեմ խաղացել, չեմ ուզում, հետաքրքրված չեմ եղել, բայց երբ որ խորանում ես, ինքը խաղ չի, ինքը հարթակա, որտեղ կարելի է խաղ ստեղծել ու խաղալ։ Այստեղ ցանկացած օգտատեր կարող է ստեղծել իր սեփական խաղը, ինչը բավական հեշտ է ստացվում, ու հրապարակելուց հետո կարող են միանալ ու խաղալ նաև մյուս օգտատերերը։ Առաջին 1 տարում Roblox-ին միացավ 10,000 մարդ, ինչը նշանակում է, որ ամեն 36 րոպեն 1 նոր օգտատեր էր հայտնվում։ Որպես նոր հարթակ, վատ ցուցանիշ չի։ 5 տարի հետո արդեն 1-2 միլիոն օգտատեր ուներ։ 2010 թվականին Էրիկ Ասելի մոտ ախտորոշում են գլխուղեղի քաղցկեղ։ Ինքը ու Roblox-ի արդեն տասնյակ աշխատակիցները գիտեին, որ 1-ից 3 տարվա կյանք ուներ։ Ասում էին դե մի արի աշխատանքի, մնա տանը, հանգստացի, կնոջդ ու երեխեքիդ հետ ժամանակ անցկացրու, բայց Էրիկը սիրում էր, իրոք վայելում էր իր աշխատանքը ու ասում էր, որ ուզում է այդ կյանքի վերջին տարիները անցկացնել այնպես, ինչպես մյուսները։ Այսպես կամաց հարթակ մուտք գործողների, խաղացողների ու խաղ ստեղծողների թիվը ստաբիլ աճում էր։ Hi, Eric Castle here. I'm here to show you a new feature that we're working on here at Roblox. It's an upcoming feature in development, so this is a really early prototype that I want to demonstrate to you, and it's pretty fun. So, let's start by going into a little place. Here I am. And this place has another feature in it, which isn't ready yet, but is also going to be showing up, which is water. You can see I have a lake here in my terrain, and I'm going to walk over to the edge of this lake. Էրիկ Կասելը մահացավ 2013 թվականի փետրվարին Roblox-ին թողնելով կատարած ահռելի աշխատանք, ինչը շարունակեցին Դեյվիդն ու մյուս աշխատակիցները։ Մի քանի ամիս հետո Roblox-ը ներկայացրեց DevX-ը, Developer Exchange-ը։ Սա նշանակում էր, որ այստեղ արդեն ժամանակ անցկացնելուց ու ստեղծագործելուց բացի կարելի էր նաև գումար աշխատել։ Շատ գրավիչ առաջարկ էր։ Մի անգամ խաղ է ստեղծում, մարդիկ տարիների ընթացքում մտնում խաղում են, գումար են ծախսում ու դրանից արդեն գալիս է ձեր եկամուտը։ Ամեն ինչ իհարկե այնքան հեշտ չի, ինչքան թվում է։ Պատկերացրեք դուք խաղ եք ստեղծել, ունեք վճարովի, չգիտեմ ինչիկներ, ես էլ ունեմ 10,000 դրամ։ Ես գնում եմ, առնում եմ այն ինչ դուք վաճառում եք, ստանում եմ այն ինչ ուզում էի, դուք էլ ստանում եք 10,000 դրամ։ Բայց նախ Roblox-ը միանգամից 30%-ը պահում է, մնաց 7,000 դրամ։ Կալկուլյատոր։ Հետո դրամը վերածվում է Robux-ի, այս հարթակի փոխարժեքի, ինչից հետո նորից դրամ ստանալու համար բավական մեծ տոկոսներ են հանվում։ Կարճ ասած, այդ 10,000 դրամից ձեզ մնում է 2,000 դրամը ու հնարավոր է կանխիկացնել միայն $350 հասնելուց հետո։ Ու բացի դա, քանի որ այդ ժամանակահատվածում խաղ ստեղծելը այս հարթակում շատ ավելի հեշտ էր, քան ավանդական ձևերով, բոլորը փորձում էին։ Ու հիմա չնայած որ օգտատերերի թիվը ամեն ամիս արդեն անցնում է 410 միլիոնը, կան նաև միլիոնավոր խաղեր, որոնց մեծ մասը գումար չի վաստակում։ Այսինքն շատ քիչ մարդիկ կան, ովքեր գոնե մեկ անգամ կարողացել են գումար կանխիկացնել, ինչին հակառակ կան միլիոնավոր մարդիկ, ովքեր հարյուրավոր ու հազարավոր դոլարներ են ծախսել։ Դրա շնորհիվ Roblox-ը հիմա արժի $90 միլիարդ։ Հիմա ինչ եմ այս ամեն ինչը ձեզ ասում, որովհետև սկզբում թիրախային լսարանը անչափահասներն էին, օգտատերերի մեծ մասը անչափահաս էին, բայց քանի որ արդեն գումար աշխատելու տարբերակ կար ու առաջին հայացքից շատ հեշտ էր թվում, Roblox-ում սկսվում են գրանցվել նաև չափահասներ։ Այդ նաև գալիս է նրանից, որ այս մարդիկ խաղալով մեծացել են ու չեն դադարել ուղղակի անգամ չափահաս տարիքում։ Արդյունքում ունենք այն, որ 10 տարեկան երեխեքն ու 40 տարեկան մարդիկ խաղում են նույն խաղերը, ընթացքում հաղորդակցվում նամակների միջոցով, զանգերի միջոցով, որոշ դեպքերում ընկերանում են ու տեղափոխվում ուրիշ հարթակներ, օրինակ Discord կամ Snapchat, որ էլի պակաս վտանգավոր չեն, բայց դրանց մասին մեկ ուրիշ անգամ առանձին խոսենք։ Չի կարելի խոսել Roblox-ի վտանգների մասին, չխոսելով շլեփի մասին, որ եթե գիտեք, եթե չգիտեք, հիմա կիմանաք։ Տարիներ առաջ Մայքլ անունով մի տղա, որ ապրում էր Տեխասում, սկսում է Roblox-ով տարբեր խաղեր խաղալ։ Տարօրինակ ոչ մի բան չկար։ 10 տարեկան երեխա համակարգիչ Roblox։ Մինչև մի օր պատահաբար հանդիպում է օգտատերից մեկին, որ
ուղղակի սովորական խաղացող չէր։ Այս մարդը Roblox-ի ամենահայտնի խաղ ստեղծողներից էր։ Մայքլը ժամանակ 12 տարեկան էր, իսկ այս մարդու մասին կարելի ասել ոչինչ չգիտենք։ Գիտենք, որ չափահաս էր, բայց չունենք տարիք, չունենք անուն, չունենք հավելյալ որևէ տեղեկություն։ Ընդհանրապես գործի հետ կապված շատ քիչ տեղեկություն ունենք, բայց պատկերացրեք, այս երեխան հանդիպել է մի մարդու, ով իր համար օրինակ էր ծառայում։ Պատկերացրեք ձեր սիրած երգիչը, երգչուհին, դերասանը, չգիտեմ, մարդը շատ հայտնի է ու դուք իրան շատ սիրում եք, ձեզ մի օր պատահական գրել է։ Սկսում են ամեն օր խոսել, իրար հետ խաղում էին, անընդհատ կապի մեջ էին ու այս անմեղ մտածելակերպով երեխուն սկսում է թվալ, որ ինքը շատ հաջողակ էր, որ այս հայտնի շատ կարևոր մարդը իրան նկատել էր հերիք չի, մի բան էլ սիրում էր հետո ժամանակ անցկացնել։ Թե ընդհանուր ինչ ունեին 12 տարեկան տղան ու 20-30 տարեկան տղամարդը չեմ կարող ասել, բայց ընկերանում են ու ժամանակի ընթացքում այնքան են մտերմանում, որ ցանկացած բանի մասին կարող էին խոսել, կիսվում էին, անընդհատ իրար հետ էին։ Այսպես ձևավորվում է վստահություն ու խոսակցությունները սկսում են հիմնական թեմաներից շեղվել, դառնում են սեռական բնույթի։ Նորից չունենք հստակ մանրամասներ, անգամ եթե լինեին այստեղ ցույց չէի տա, բայց գիտենք, որ տևական ժամանակ այս երեխու հետ խոսացել են թեմաներից ու ստիպել են տեսնել բաներ, որ անչափահասը չպիտի տեսնի։ Այս ամենը տեղի ունենում 3 տարվա ընթացքում իմիջիայլոց։ Իրանք շատ համբերատար են։ Կսպասեն այնքան, մինչև կունենան այս երեխաքի վստահությունը։ Իսկ անչափահասների վստահությունը շահելը սովորաբար այդքան էլ բարդ չի, հաշվի առնելով, որ ամեն ինչ հաշվարկված էր։ Պլյուս այս մարդու դեպքում ինքը նաև ուներ այն առավելությունը, որ հայտնի էր ու Մայքլը իր երկրպագուներից էր։ 15 տարեկանում ամեն ինչ հասել էր այն կետին, որ տղայի հոգեկան վիճակը արդեն շատ վատ էր ու իրան թվում էր այդ վիճակից ելք չկար։ Միակ տարբերակը ինքնասպանություն գործելն էր։ Իհարկե մարդիկ կան, որ շատ ավելի վատ բաների միջով են անցել, շատ ավելի վատ վիճակում են գտնվել ու չեն էլ մտածել դրա մասին, բայց չմոռանանք, որ չգիտենք իրականում ինչ ա եղել ու գործ ունենք 15 տարեկան երեխու հետ։ Բարեբախտաբար կյանքը հաջողվում է փրկել ու ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, բայց դրան շատ բան չի փոխվում։ Մայքլի մայրը բացահայտում է, որ այդքան տարի իր երեխուն այդքան մեծ հոգեբանական վնաս են հասցրել ու մեյլ է գրում Roblox-ի թիմին, որովհետև եթե ստեղծել ես մի հարթակ, որ նախատեսված է անչափահասների համար, նաև պիտի ունենաս անվտանգության չափանիշներ ու հետևես, որ դրանք պահպանվեն։ Roblox-ի պատասխանը հետևյալն էր. Ձեր որդին շատ բարդ բանի միջով է անցնում։ Մենք ուզում ենք վստահեցնել, որ մեր ուժերում ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք ձեզ։ Դրա համար ցանկացած հավելյալ տեղեկություններով կարող եք կիսվել պատասխանելով այս էլեկտրոնային նամակին։ Կան հավելյալ ռեսուրսներ այս կայքերում։ Ու ավելացնում են ինքնասպանության կանխարգելման 2 կազմակերպությունների կայքերի հղումները։ Եթե Roblox-ում ուրիշ օգտատերերի հետ խնդիր եք ունեցել, կարող եք օգտագործել հաղորդել չարաշահում կոճակը։ Մենք ուզում ենք, որ Roblox-ում բոլորը վայելեն իրենց փորձառությունը։ Մենք ունենք 24 ժամ հասանելի մոդերատորներ, ովքեր վերանայում են հաղորդված դեպքերը ու օգնում, որ Roblox-ը դարձնենք հաճելի ու ապահով բոլոր խաղացողների համար։ Հիշեք, որ անգամ եթե դուք չեք տեսնում, որ հաշիվը վերահսկվում է, մեր թիմը քայլեր է ձեռնարկում բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են օգտագործման կանոններն ու պայմանները։ Եթե դա տեղի ունեցել առցանց, ուրեմն համարվում է կիբերբուլինգ ու դեմ է օրենսդրության կանոններին։ Խնդրում ենք դիմել ոստիկանություն։ Սիրով, Կարլոս։ Այլ կերպ ասած, մենք արդեն անում ենք այն, ինչ կարող ենք ու մեղավոր չենք, որ չի աշխատում։ Դիմեք ոստիկանություն։ Դա ինչ որտեղ հասկանալի կլիներ, եթե գոնե այդ մարդուն հեռացնեին հարթակից։ Բայց քանի որ ինքը ու իր ստեղծած խաղերը Roblox-ին բավականին մեծ եկամուտ էին բերում, ոչ մի բան չի արվում։ Մայքլը շարունակում է խաղեր խաղալ, բայց հիմա արդեն ավելի զգույշ էր ու բնականաբար այդ մարդու հետ կապ չուներ։ Այսպես անցնում են տարիներ ու 2023 թվականից տղան սկսում է YouTube-ում տեսանյութեր հրապարակել, որտեղ ցույց է տալիս խաղեր, որ հասանելի են Roblox-ում, բայց չպիտի հասանելի լինեն անչափահասների համար։ Այդ ընթացքում նամակներ ու մեկնաբանություններ ստանում անչափահասներից, ովքեր ասում են, որ իրենք էլ են տեսել այդ խաղերը, իրենք էլ են պատահաբար մտել խաղացել, իրենք էլ են նամակներ ստացել մարդկանցից, ովքեր պարզ երևում էր, որ չափահաս են ու զզվելի նպատակներ ունեին։ Մայքլը հիմա հայտնի է նաև որպես շլեպ, YouTube-ի ալիքն այդպես է կոչվում։ Այդ նամակներից ու մեկնաբանություններից հետո շլեպում սկսում է տեսանյութեր տեղադրել, որտեղ ցույց է տալիս, թե ոնց է ինքը իր թիմի ու նաև ուրիշ յութուբերների հետ ներկայանում որպես ավելի ցածր տարիքային խմբի ներկայացուցիչ ու խոսում չափահասների հետ։ Որն էր իմաստը։ Ստանում է սեռական բնույթի հաղորդագրություններ առանց պրովոկացիաների, ասում է, բայց ես ընդամենը 13 տարեկան եմ, ոչինչ։ Ասում են, հա, օքեյ, ես 25 եմ, ինչքան փոքր, այդքան լավ։ Այսպես խոսում են 1-2 ամիս, հետո պայմանավորվում են, որ ինչ-որ տեղ պիտի հանդիպեն, բայց գնում են հանդիպման կետ
ու իրանց 13 տարեկան աղջկա փոխարեն դիմավորում են ոստիկանները։ Հատուկ դեպքեր ցույց չեմ տալիս զուտ, որովհետև շատ գրաֆիկ են, բայց 6 հոգու բացահայտել են արդեն, կարող եք գնալ ալիքում տեսնել։ Ավելի շատ դեպքեր կլինեին, բայց սահմանափակվում ենք 6-ով, որովհետև երկար չտևեց, քանի որ Roblox-ին դուր չէր գալիս։ Մայքլը շատ անգամներ նշել է, որ պատրաստ է Roblox-ի հետ աշխատել, վերանայել անվտանգության համակարգը, օգնել, որ գտնեն նման մարդկանց ու պատասխանատվության ենթարկել, բայց ոչ մի արձագանք երբեք չի եղել։ 2025 թվականի օգոստոսի 9-ին Մայքլը X-ում հրապարակում կատարեց, որտեղ ցույց էր տալիս ծանուցում, որ օրենքով պարտադրում էր տղային լքել Roblox-ը, ընդմիշտ։ Սա նշանակում է, որ բոլոր հաշիվները, որ բացել էր, փակվել էին ու նորը ստեղծելու իրավունք չուներ։ Պատճառն է ներ ըստ ծանուցման, որ առանց օգտատերերի իմացության ու թույլտվության իրանց մասին տեսանյութեր էր հրապարակել։ Այսինքն պաշտպանում են հանցագործներին ու փոխարենը պատժում է տղային, որ իրանց փոխարեն իրանց գործը անում է։ Էլ չեմ ասում, որ Դեյվիդ Բազուկին անձամբ բլոկել է Մայքլին։ You mentioned your co-founder, Eric Castle, earlier, who died tragically of cancer in 2013. If he was here today, what do you think he would think of the Roblox that Roblox has become? Wow, I think he'd be proud. It's a good question. Հիմա Մայքլը Քրիս Հենսոնի հետ աշխատում է նոր դոկումենտալ ֆիլմի կամ սերիալի վրա, որ հուսով եմ շուտով կտեսնենք։ Քրիս Հենսոնը մեծ կապեր ունի տարիներ շարունակ To Catch a Predator ծրագիրը վարելու շնորհիվ, որ եթե չգիտեք ինչա, այդ ծրագրի ամբողջ իմաստն էր, որ բացահայտեին ու ձերբակալեին մանկապիղծներին կամ պոտենցիալ մանկապիղծներին, որոնք թիրախավորում էին ինտերնետի միջոցով։ Վերջին մի քանի ամիսներին, հատկապես այն բանից հետո, որ Մայքլի հաշիվները արգելափակվեցին, շատերը բոյկոտում են Roblox-ը, քննադատում ու սպասում են, որ ինչ-որ բան կարվի։ Իսկ այդ ընթացքում մյուսները շարունակում են խաղալ, շարունակում են թույլ տալ, որ իրանց երեխեքը խաղան ու չեն հասկանում, թե ինչքան մեծ է վտանգը։ Եթե ձեր կամ ձեր ծանոթների հետ երբեք չի եղել նման բան, ես մենակ ուրախ եմ, հուսով եմ այդպես էլ կմնա, բայց դա չի նշանակում, որ ապահովագրված եք։ Խնդրում եմ զգույշ եղեք։ Այսօրվա համար այսքանը, բայց իհարկե այդքանով ամեն ինչ չի սահմանափակվում, խոսելու բան շատ ունենք։ Դրա համար առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դեռ կվերադառնանք այս թեմային, ուրիշ հարթակներ, ուրիշ թեմաներ, ինչպես նկատել ու խուսափել դրանցից։ Կհանդիպենք շուտով։ Գնացինք, bye։